Արմլուրի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ իշխանական կուլիսներում քննարկվում է, թե ով պետք է փոխարինի Ռուբեն Ռուբինյանին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացի պաշտոնում։ Արմլուրի տեղեկություններով այս պահին դիտարկվող միակ թեկնածուն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն է, որի թեկնածությունն իշխանությունները մտադիր են առաջադրել։ Ըստ Արմլուր լրատվականի աղբյուրների, Կոստանյանի թեկնածությունը նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նախընտրությունն է, քանի որ նա համարվում է նախարարի ամենավստահելի գործընկերներից մեկը։ Միաժամանակ մեր տեղեկություններով թեկնածությունը պետք է ընդունելի լինի նաև թուրքական կողմի համար, ուստի հարցը դեռևս ենթակա է քննարկման նաև նրանց հետ։ Արմլուրը փորձեց ճշտել տեղեկությունները նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանից։ Վերջինս մեր հարցին ի պատասխան ասաց. «Մեջբերում եմ, նման քննարկում չի եղել»։ Մեջբերման ավարտ։ Մեր հարցին, թե առաջարկի դեպքում կընդունի արդյոք հայ-թուրքական հարցով հատուկ ներկայացուցիչի պաշտոնը, Կոստանյանը պատասխանեց. «Մեջբերում եմ, ես արտաքին գործերի նախարարի տեղակալ եմ և կատարում եմ վարչապետի և արտաքին գործերի նախարարի հանձնարարականները»։ Մեջբերման ավարտ։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակից, սակայն նա տեղեկացրեց, որ գտնվում է արձակուրդում, իսկ նախարարության լրատվության վարչությունում մեր զանգերը մնացին անպատասխան։ Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանը վերջերս ընտրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի պաշտոնի թեկնածությունը, ինչի համար նա այլևս չի լինելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացը։